ակնկալիքները ունեն, որ ժողովուրդը այս անգամ ճիշտ դիրքորոշում է ունենալու, որտեվ այս ընտրությունը Գյումրի քաղաքի փրկության հարցն է։ Այն որ ես ասում եմ հրաբուխ, դա պատահական չեմ ասում, այո, եթե այսօր այլընտրանքային տեխնազու չեղավ Գյումրիում, հաստատ խնդրեմ ունենալու է քաղաքը։ Այսինքն, եթե դուք չընտրվեք, հրաբուխ է լինելու Գյումրիում։ Եթե ես չէ, ես միակ այլընտրանքային տեխնազուն եմ, դրա համար ասում եմ։ Իսկ ես եմ այլընտրանքային տեխնազու։ Իսկ փրկություն ասելով ի՞նչ նկատի ունեք Գյումրին ինչ է սպասում, ապոկալիպսիս է լինելու, հանձնելու են Գյումրին, ինչպես Արցախը։ Շատ վատ։ Ինչ օրինակ։ Այսինքն Գյումրից կարող է նոր հեղաշրջում, հեղափոխություն տեղի ունենալ։ Այսինքն իշխանություններին տապալելը դուք վատ բան եք համարում։ Եթե օրինակ հարցը իշխանությունները չէ, հարցը այն ընդվզումը, որ կարա տեղի ունենա Գյումրիում, նույնիսկ ասենք քաղաքացիներին քաղաքացու թեմ դուրս գա։ Իսկ մենք ներքին բախումներ իսկ մենք փոքր քաղաք ենք, մեկից մյուսից ճանաչում ենք, մեր հարից չէ, մեզ հարից չէ դա ամեն ինչը։ Եվ վերջապես սխալ ընտրությունը բերելու է նորից Գյումրու ճգնաժամին։ Իսկ այդ սխալ ընտրությունը այսինքն միայն ձեր ընտրվելու դեպքում եք այդ ամեն ինչը բացառում։ Ընտրանքային տեխնազուն ես եմ, ով առաջադրվել է այն կուսակցությունը, որով առաջադրվել է եւ մեծ քաղաքականություն է վերադարձել Կարեն Տեմիրճյանը։ Իսկ ինչ եք կարծում, պարոն Թումանյան, հիմա եթե օրինակ դուք անցողիկ շեմը հաղթարեք, բայց 50+1 չլինեք, ում հետ կոալիցիա կկազմեք, ո՞նց եք պատասխանում, հիմա այդ խոսակցությունը։ Հիմա այդ ետեներով առաջնորդվենք։ Ժողովուրդն, ոչ, ժողովուրդը։ Կանխատեսում դուք կարող եք անել, ես չէ։ Ես առաջի անգամ եմ կյանքում ընտրության մասնակցում, կարամ ուրիշների մասին ասենք ինչ-որ ձեր ասած կանխատեսումներն անել, բայց ոչ իմ պարագայում։